Ժողովուրդ օրը թերթը գրում է, որ 2020 թվականից, երբ Հայփոստի կառավարումն անցել է պետությանը, ընկերության ֆինանսական վիճակը շարունակում է վատթարանալ։ Թերթի տեղեկություններով այս ընթացքում կուտակվել է շուրջ 4 միլիարդ դրամի վնաս, ինչը լուրջ հարցեր է առաջացնում պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ։ Հիշեցվում է, որ 2024 թվականից Հայփոստի գլխավոր գործադիր տնօրենն է Շուշան Ալեքսանյանը, ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Օնջորյանի կինը, որի ամսական աշխատավարձը կազմում է 3.6 միլիոն դրամ։ Տնտեսագետ Մեսրոպ Արաքելյանի գնահատմամբ մասնավոր ընկերությունների դեպքում նման իրավիճակը սովորաբար հանգեցնում է սնանկացման եւ հիմնադրի լրացուցիչ ներդրումների, մինչդեռ Հայփոստի դեպքում վնասները ծածկվում են պետական բյուջեի հաշվին։ Թերթը հիշեցնում է, որ միայն 2024 թվականին կառավարության որոշմամբ ընկերության կապիտալը համալրվել է մոտ 2 միլիարդ դրամով, սակայն այն շարունակում է աշխատել վնասով։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով վերջին շաբաթներին լուրջ ներքին լարվածություն է ձևավորվել Հայաստան խմբակցության ներսում, իսկ հակասությունների առանցքում հայտնվել է падգամավոր Աղվան Վարդանյանը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ Վարդանյանի եւ падգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ընտրություններից առաջ Վարդանյանը տարբեր քննարկումներում Մանուկյանի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել թիմակիցներին։ Ըստ հրապարակման այդ խոսակցությունների մի մասը հասել է հենց Մանուկյանին, ինչի հետևանքով նրանց միջև ձևավորվել է փոխադարձ անվստահություն։ Բացի այդ, խմբակցության որոշ падգամավորներ դժգոհ են նաև այն հանգամանքից, որ Վարդանյանը չի կատարել նախընտրական հայտարարությունը եւ չի հրաժարվել падգամավորական մանդատից Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո։ Թերթը նշում է, որ ներքին այս հակասությունները շարունակում են խոչընդոտել ընդդիմության համախմբված աշխատանքին։ Հրապարակը գրում է, որ հուլիսի 15-ից 17-ը Հայաստան այցելած ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակության ընթացքում Ռուսաստանի գլխավոր դատախազը նվերները փոխանցել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Խոսքը վերաբերում է ՌԴ դատախազության խորհրդանիշ շովորեցույցին, օդատետրի եւ գրիչի հավաքածուին, որի արժեքը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գնահատել է մոտ 60,000 դրամ։ Թերթը նշում է, որ հավաքածուն վաճառքում չի եղել, ինչի պատճառով հնարավոր չի եղել ճշգրիտ արժեքը պարզել։ Հրապարակման հեղինակները շեշտում են, որ իշխանությունները նման նվերները մանրամասն հայտարարագրում են, սակայն միաժամանակ պետական համակարգում շարունակում են վճարվել բազմամիլիոնանոց պարգևավճարներ։ Թերթի գնահատմամբ այս հակադրությունը հանրային քննարկումների նոր առիթ է դարձել։ Հրապարակի տեղեկություններով ԿՊ-ում ակտիվ քննարկումներ են ընթանում այն մասին, թե ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահությունները պետք է պահպանվեն իշխանության վերահսկողության տակ։ Թերթը գրում է, որ Դոնթ Իվանաձևով 3 հանձնաժողովի նախագահությունը բաժին կհասնի ուժեղ Հայաստան խմբակցությանը, իսկ մեկը Հայաստան դաշինքին, եթե վերջինս չհրաժարվի այդ իրավունքից։ ԿՊ-ում հիմնական քննարկումը վերաբերում է պետիրավական արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովների միջև առաջնահերթություններին։ Իշխանությունը ըստ հրապարակման հատկապես չի ցանկանում ընդդիմությանը զիջել արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, քանի որ այն կարևոր դեր ունի խորհրդարանական դիվանագիտության մեջ։ Միաժամանակ իշխանությունը հույս ունի, որ ուժեղ Հայաստանը կընտրի տնտեսական հարցերի հանձնաժողովը, ինչը հնարավորություն կտա ԿՊ-ին պահպանել պաշտպանության հանձնաժողովի վերահսկողությունը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը մինչև արձակուրդ մեկնելը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրեն կառավարությունում նոր պաշտոն տրամադրելու խնդրանքով։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ Սիմոնյանը ցանկացել է նշանակվել փոխվարչապետ կամ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան, սակայն կառավարության աղբյուրների համաձայն Նիկոլ Փաշինյանը մերժել է այդ առաջարկները եւ խորհուրդ տվել Սիմոնյանին պարզապես հանգստանալ արձակուրդի ընթացքում։ Հրապարակման համաձայն Սիմոնյանը հուլիսի կեսից գտնվում է արտերկրում եւ դեռ չի վերադարձել Հայաստան։ Թերթը նշում է, որ իշխանական աղբյուրների գնահատմամբ վարչապետը դժգոհ է Սիմոնյանի վերջին շրջանի վարքագծից եւ մոտ ապագայում նրան որևէ պաշտոն վստահելու հարցորակարգում չկա։ Հրապարակը գրում է, որ իշխանական շրջանակներում անգամ զարմացած են այն մեթոդներից, որոնցով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնեսերի պետականացման գործընթացը։ Թերթի տեղեկություններով արդեն պետական կառավարման են հանձնվել Արարատ ցեմենտը, Երևանի կոնյակի գործարանը եւ Multi Wellness սպորտային առողջարանային համալիրը։ Աղբյուրների պնդմամբ քննարկվում է նաև Ծառուկյանի մյուս ակտիվների, նույնիսկ տան նկատմամբ նման քայլերի հնարավորությունը։ Միևնույն ժամանակ իշխանական շրջանակներում համոզված են, որ միջազգային ատյաններում այս գործընթացները կարող են վիճարկվել եւ հետագայում պետությունը ստիպված կլինի փոխհատուցել պատճառված վնասները։ Թերթը հիշեցնում է, որ ինչպես ժամանակին Նեմեց Ռուբոն չմարսեց Խաչատուր Սուքեսյանից բջջին վերցնելու պատմությունը, այնպես էլ ըստ նույն աղբյուրների Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու մարսել Գագիկ Ծառուկյանի գույքի բռնագրավումը։ Քանի որ մասնավոր սեփականության նման խլումը կարող է լուրջ իրավական եւ ֆինանսական հետևանքներ ունենալ պետության համար։